Ողջույն։ Վերջին տարիներին նկատի ունեմ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Բազմաթիվ շարժումներ են ի հայտ եկել, միավորումներ, նոր կուսակցություններ, նոր ուժեր։ Ընդունել ենք ի գիտություն, լուսաբանել ենք նրանց մուտքը, նրանց գործունեությունը, ակցիաները, եթե արել են։ Փորձել ենք հասկանալ, ինչ են դառնում, ու նաև լուսաբանմամբ նպաստել ենք կայացմանը։ Բայց դրանց կեսը առնվազն պարզվել է կայանալու հիմնական ճանապարհ տեսնում են ընդդիմադիր մեծ ուժերի քննադատությունը։ Վերջերս քաղաքական հայտ ներկայացրած նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը նոր ուժ է ձևավորել ու մասնակցելու ընտրություններին, ասուլիս էր տալիս եւ ինձ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Թաթոյանի ասուլիսը ավելի շատ ոչ թե Փաշինյանի դեմ էր, այլ Քոչարյանի։ Ընթացքը իհարկե ցույց կտա, թե իր բռնած գործն ու շարժումը ինչ է դառնալու, բայց այդ տպավորությունը ստացա ու երևի այդ տրամաբանությամբ էլ շարունակելու է։ Ասում էր Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրության։ Թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին եւ կտեսնեք Նիկոլին ինչպես կհեռացնենք։ ՔՊ թեզն է, մեկ էլ Ալենն է օրու մեջ ասում։ Թաթոյանի չառաջադրվելու կոչը կարծում եմ ավելի շուտ ոչ թե նախկին բոլոր նախագահներին էր ուղղված, այլ երկրորդ նախագահին, քանի որ ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահը չեն էլ հայտարարել մասնակցության մասին։ Նորություն չէ, Թաթոյանը առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու, որ փորձում է քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել նման խոսույթով։ Ինչ որ Քոչարյանացավով տառապում են քաղաքական դաշտում որոշները։ Նիկոլի ընտանեկան անձնական լրատվամիջոցների կայքերում երևի ամեն երրորդ նյութի մեջ Քոչարյան ազգանունը կա։ Նիկոլի խմբակը չկա ելույթ, որ մի քանի անգամ անունը չտան։ Իրենք գիտեն, իրենց գործն է դա։ Ես ուզում եմ խոսել որպես սովորական ընտրող, որը մի քանի ամսից գնալու է ընտրության եւ պետք է ընտրություն կատարի։ Երկրորդ նախագահը վերջին տարիներին բավականաչափ հնարավորություն է տվել ընդդիմադիր տարատեսակ ուժերի գործիչների դրսևորվելու, դաշտում տեղ զբաղեցնելու համար։ Չի խոսել երկար ժամանակ, բայց այդ ընթացքում եղել են առիթներ փողոց դուրս գալու, ընտրությունների մասնակցելու ու դրանց չենք տեսել։ Բայց քանի դեռ երկրորդ նախագահ հրապարակային ակտիվություն չուներ, լռել էին նաև նրանք։ Որոշներն ամիսը մեկ մի նկար են դրել ու հայտարարություն տարել Facebook-ում։ Ռոբերտ Քոչյանը վերջին շրջանում հարցազրույցներ է տալիս, ասուլիսներ ունենում, հավաք հանդիպումներ, զարթնել են նաև մյուսները։ Թե բա, այ եթե դուրս գա քաղաքականությունից, ժողովուրդը մեզ կընտրի։ Լուրջ չէ, ժողովուրդ։ Ուզում եք տեղ ունենալ, լավ եք անում, դե գործ արեք։ Ասում է ժողովրդի 70%-ը չի մասնակցում ընտրության։ Ճիշտ է ասում։ Ով է խանգարում, որ գնաք այդ 70%-ի ձայները տանեք։ Այն 30%-ը, որ գնում է, իր թեկնածուն ունի, ձեր ընտրողը չէ։ Ընտրություններ եղան Գյումրիում, Փարաքարում, Վաղարշապատում, ձևավորեիք ուժ, մասնակցեիք, փորձեիք ուժերը ու ինձ որպես սովորական ընտրողի, որն ուզում է Նիկոլին հեռացնել, ցույց տայիք ձեր արդյունքը, վստահություններ շնչեիք, ինձ համար կողմնորոշիչ լիներ։ Բայց տեսնում եմ, որ ձեզ ոչ մի կերպ չեք դրսևորել, եկել եք թե եթե հեռանա քաղաքական դաշտից, էս կանենք, այն կանենք։ Վերջին կին ընտրություններին բոլոր ուժերը ասում էին 50+ ձեն ենք տանելու։ Այդ թվում ՔՊ-ն ոչ մեկ չտարավ։ Ձայն հավաքեց ՔՊ-ն, երկրորդ ուժն էլ այն ուժն էր, որ ասոցացվում էր երկրորդ նախագահի հետ։ Գյումրիում էլ էր այդպես։ Թաթոյանի հետ չէր ասոցացվում։ Չեմ հանդիպել մեկին, որ ասեր Արման Թաթոյանի նման գործի չեմ ուզում ընտրել, կամ որ նա չկա, չեմ մասնակցելու ընտրություններին։ Եթե լիներ նման հանրային պահանջ, կարծում եմ, որ երկրորդ նախագահը կզիջեր։ Բայց այդ իրավիճակը չի, չէ՞։ Էլ ինչու իշխանական նարատիվներ տարածել։ Հավակնում է ստանալ այն մարդկանց քվեն, ովքեր ընտրում են Ռոբերտ Քոչարյանին, հավատում են, վստահում են, որ նա կարող է Նիկոլին հեռացնել եւ երկրորդ անգամ վերակառուցել քանդված երկիրը։ Ու ես խիստ կասկածում եմ, որ եթե Ռոբերտ Քոչյանը վաղը հրաժարվի ընտրապայքարից, իր ռեսուրսը ընտրելու է Թաթոյան Արմանին։ Շատ մեծ կասկած ունեմ։ Լավագույն դեպքում այդ մարդիկ ոչ մի ընտրության չեն գնալու, ու այդ անտարբերների 70%-ին գումարվելու է ելի մի լուրջ տոկոս։
Փոխարենը որ դուք աշխատեք այդ ընտրության չգնացող տոկոսի վրա, իրենց ինչ որ բան առաջարկեք, ասում եք այն մարդը, որ ունի ռեալ տոկոս, թող դուրս գա։ Լուրջ չէ։ Ինչ ցույց տվեցին Գյումրու եւ Էջմիածնի ընտրությունները։ Ցույց տվեցին, որ 2-3 ընդդիմադիր առողջ մեծ ուժերի միավորմամբ հնարավոր է տապալել այս ռեժիմին։ Ու այդ ընտրությունները ցույց տվեցին, որ երկրորդ տեղը բավականին խոշոր ձայներով զբաղեցնում է այն տեխնացուն եւ այն ուժը, որը այս կամ այն կերպ կապվում է երկրորդ նախագահի անվան հետ։ Դա փաստ է։ Էջմիածնում այդ երկրորդ մեծ ընդդիմությունը չկար, հաղթեց ՔՊ-ն։ Թող գնայիք, դառնայիք այդ ընդդիմադիր ուժը։ Չէ, ոչինչ չանելով, եկել հավակնում եք այն ընտրազանգվածին, որը անվերապահորեն ունենալով սկզբունքներ, համակրումներ որոշել է իր ձայնը տալ Նիկոլի հետ չպայմանավորվող, նրա հետ չաշխատած, նրա դեմ այս 7 տարի պայքար տված անձին։ Դուք Նիկոլի օրոք պաշտոնի էիք, Քոչարյանը բանտում էր։ Հետը ոչ մի բանով չէր պայմանավորվում։ Ասում զգուշացնում էր նաև, թե ինչ է լինելու, եթե այսպես շարունակվի։ 7 տարի բացի գրառում անելը ուրիշ բան չեք անում, ու մեկ էլ կպնում եք Քոչարյանացավ։ Վերջերս ասել եմ ու կրկնում եմ. իշխանություն, ընդդիմություն խաղացողներ, ռեալ գնահատեք ձեր շանսերը, իզուր մի վատնեք ձեր չեղած ռեսուրսը անիմաստ բաների վրա։ Ռոբերտ Քոչանին կպնելով աչոք հավաքել չեք կարող։ 2018-ին կարող էիք, 21-ին կարող էիք, բայց հիմա չեք կարող։ Հիմա իր հետ կապված սաղ միֆերը փլվել են։ Այն մեծ անտի-ռեյտինգը այլևս չկա։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը թե անվտանգային, թե սոցիալական, թե տնտեսական, թե ժողովրդագրության, թե Արցախի հարցում, թե միջազգային հարաբերությունների հարցում ու բազմաթիվ ուղղություններով գրանցել է Հայաստանի Հանրապետության պատմության ամենալավ ցուցանիշները։ Ու ես, որ սովորական շարքային ընտրող եմ, վաղ ընտրություն եմ կատարելու, ընտրել այս ցուցանիշները իր կառավարման ժամանակ արձանագրածին, թե մարդկանց, որոնք ոչինչ չանելով, ընդհանրապես խոսելով, գրառումներ անելով, հիմա փրկելու հայտ են ներկայացնում։ Ինձ պետք է համոզեք ձեր առավելությունները։ Քննադատելը առավելություն չէ։ Իշխանությանը բոլորն են քննադատում, ոչ էլ ընդդիմության քննադատելն է առավելություն։ Պետք է ասես, թե դու ինչ ես առաջարկում։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը թե խորհրդարանական ընտրություններում ամենամեծ ընդդիմությունն է, թե այն համայնքներում, որտեղ չի ընտրվել, ամենամեծ ընդդիմադիր ավականին է, ու ոչ մի անգամ, ոչ մի ընտրության ժամանակ քվե չի տարել ընդդիմությանը կպնելով։ Սխալ տեղից եք ձեր պայքարը տանում, վատ տեղից եք սկսել ու արդյունքն էլ լավ չի լինելու։ Բոլոր տներում, ուր կան փոքր երեխաներ, շտեպսելները սկոճով կամ այլ բանով փակում են, որ երեխաները ձեռք չտան, տոկի չընկնեն։ Հիմա նոր ծնված քաղաքական ուժերին ու գործիչներին պետք է խնդրել, խորհուրդ տալ լեզվով չխաղալ շտեպցելի հետ։ Սա բարեկամական խորհուրդ է, որը կարող եք իհարկե եւ չընդունել։ Ինձ համար ոչ լավ է, ոչ վատ, ձեզ համար եմ ասում։ Կարճ ասած։ Այս պահին արդեն կա երկու խոշոր ընդդիմադիր ուժ, որոնք հնարավորություն ունեն միասնաբար հաղթել Հայաստանը բռնազավթած այս իշխանությանը։ Արգելի ընդդիմադիրներ, կարողանում եք դարձեք երրորդը, դարձեք առաջինը, որ մեկն ուզում եք դարձեք, միանձնյա հաղթեք, բայց համարում եմ, որ նրանք, ովքեր կպնում են այն ընդդիմադիր մեծ ուժերին, որոնք ունեն Նիկոլին հաղթելու հնարավորություն, լատենտ նիկոլական են։ Ինչպես որ իշխանության սխալներն են մաշել իր ռեյտինգը, այնպես էլ ձեր սխալները մաշելու են ձեր քվեները, բայց ոչ երբեք նրանց, ում կպնում եք։